Պարոն Քոչարյան, ինչ եք կարծում, որն էր այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին, ձեր իշխանություններին, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանություններին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին եւ 2020 թվականի աղետը չէր լինի, ամրագրելով 1994 թվականի մայիսի 12-ի արդյունքը։ Նայեք, ես ձեր հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Նայեք, ես օրինակ նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևէ լսել եք որևէ ասենց լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չենք։ Ինչի բան եղել է։ Ես իմ մոտ այդ մտահոգությունը ընդհանրապես չկար։ Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր ենք Ադրբեջանից։ Միտեղ ինչ որ մի անզգուշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպես չի, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք եւ ասեմ նաեւ ինձանից հետո եւս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր։ Բայց ես ձեզ մոտավորապես բացատրեցի, թե ռուսերեն ասում են լամատնի ստրոյից, որ մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնիսկ շինարարությունը, որ հին շենք են քանդում։ Ընդհանրապես մի բան է գալիս, մի ծանր sense մի շար են կապում ցեպով, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, դու էլ բանակ չունես։ Կամ բանակ ունես կիսով չափ, այդ մի կեսով չափ, հեսա։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։ Հիմա անվտանգության հարցը ունի առաջինը, նույնիսկ ձևակերպումից մենք սկսենք։ Հիմա ինչ է ասում վարչապետը, այս վերջերս։ Ասում է խաղաղությունը մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է։ Բառացիորեն խաղաղությունը դա անվտանգության պրոդուկտ է։ Ինքը ոնց կարա գործիք լինի։ То есть դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է խաղաղությունը գործիք է, ուրեմն այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա դուք երբեք չեք գնա, չէ՞ բժիշկի մոտ, որը չի հասկանում այդ սկալպելի բանից չի ջոկում, էլի, չեք գնալու, չէ՞։ Բայց հիմա ամբողջ ժողովրդով ընտրել եք, ասած նստել եք այդ մի ավտոբուսի մեջ եւ վարորդը քշել չգիտի։ Ոչ քշել գիտի, ոչ ուղղությունը գիտի, ոչ տորմոզի տեղը գիտի, ոչ էլ մյուսի տեղը գիտի, նստած տանով գնում եք, ուռա ենք անում։